Այս հուշակոթողի համար բնօրինակ է ծառայել Նադիա Մուրադի կերպարը։ Եզդի աղջիկ, որին հաջողվել է փախչել Դաիշի ահաբեկիչների ստրկությունից։ Աշխարհին է ներկայացրել իր ճակատագիրը կիսող հազարավոր եզդիների պատմությունը։ 2014 թվականի օգոստոսին Եզդի ժողովուրդը ևս մեկ անգամ վերապրեց ցեղասպանություն։ Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորումը հյուսիսային Իրաքում սպանեց հազարավոր եզդիների, գերեվարեց բազմաթիվ կանանց և աղջիկների, փախստական դարձրեց անթիվ ընտանիքներ։ 19-ամյա եզդի աղջկա հիշողություններից։ Իմ աչքերի դիմաց սպանեցին իմ ամուսնուն։ Զինյալները մեզ պարտադրում էին ամուսնանալ իրենց հետ։ Շպրտելով մեր վրա կոնֆետներ պարում էին զենքով և կրակում, ծեծի ենթարկում մեզ։ Դաիշի զինյալները պարտադրում էին եզդիներին կրոնափոխ լինել և կամ խմբակային ընդունում էին իսլամը, կամ եղբայրական գերեզմաններում թաղվում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադի «Վերջին աղջիկը» գրքից։ Ես հայտարարում եմ, որ մեր յուրաքանչյուրիս ցանկությունն է, որ Դաիշի բոլոր անդամները պատժվեն, և ցանկանում եմ նայել ինձ բռնաբարող տղամարդկանց աչքերին և ենթարկել նրանց արժանի պատժի։ Իսկ ամենաշատը ես կուզեի լինել նման պատմություններ վերապրած վերջին կինը։